Ի վերջո, ով է իրականացնելու առողջության ապահովագրությունը, պատասխանատու նախարարն ասում է, առաջարկում են մեկ միասնական պետական ֆոնդ ստեղծել։ Մեր երկրի հնարավորությունները հաշվի առնելով, սա թերևս ամենաօպտիմալ տարբերակն է։ Ապահովենք ռիսկերի համախմբում եւ մեկ ապահովագրական փաթեթի իջեցում գնի եւ մյուսը ունենանք բանակցային ուժ կարգավորելու գները ծառայությունների։ Ավանեսյանի դիտարկմամբ ապահովագրական փաթեթի գինը կեժանանա, քանի որ այստեղ այս համակարգում ընդգրկված են լինելու բնակչության բոլոր խմբերը։ Նախարարի այս հայտարարությունը, սակայն, ոլորտի փորձագետի զարմանքն է հարուցել, ինչի նկատմամբ է գինն իջնելու, հարցնում է։ Ներկայում պետական մակարդակով փաթեթ հասկացություն գոյություն չունի։ Հետևաբար համեմատելի որևէ նախկին եւ ապագա եւ գուցե եւ ներկա գործող փաթեթներ չկան։ Չարք-չրկված այս համակարգի ստեղծման համար նախարարության կողմից շրջանառվող նախագիծը ավելի շուտ պետպատվերն է հիշեցնում։ Տարբերությունը միայն ծառայություններն են, քիչ թե շատ այստեղ ավելի են, հավելում է մասնագետը։ Սակայն հիշեցնեմ, նախարարն ավելի վաղ ասել էր, պետպատվերի ու ապահովագրության հիմնական տարբերությունն այն է, որ վերջինս ունի հստակ նկարագրություն, ինչպես հիվանդությունը կանխարգելել, վաղ հայտնաբերել, բուժել եւ վերականգնվել։ Իսկ պետական պատվերով իրականացվող գործունեությունը ռիսկերի կենտրոնացած չէ։ Կենտրոնացած պետական պատվերը արվում էր մեկ ռազմավարական գնորդի միջոցով, դա առողջապահության նախարարությունն էր, կառավարում էր առողջապահության նախարարությունը, պայմանագիրը կնքում էր առողջապահության նախարարությունը, ինքն էլ գնում էր պայմանագրի սահմաններում, իրականացնում էր դիտարկումներ, մշտադիտարկումներ եւ ուսումնասիրություններ։ Թեպետ նախարար Ավանեսյանն ապահովագրական համակարգի մասին ասում է, մեջբերում եմ, առողջությունը մեր ժողովրդի բարեկեցության հիմնասյուներից է եւ այս պատճառով է, որ պետությունը շատ կարեւոր դերակատարություն ունի պաշտպանելու մարդու առողջության մասին հոգ տանելու իրավունքը մեջբերման ավարտ։ Այստեղ հիշեցնեմ, որ 2025-ի բյուջեում Ֆիննախն այդպես էլ փող չգտավ այս համակարգի ներդրման համար, մինչդեռ այն ավելի վաղուց փուլային տարբերակով պետք է մեր երկրում արդեն մեկնարկած լիներ։ Իսկ վերջապես երբ կունենանք այն, այս հարցը շարունակում է այդպես էլ պատասխան չգտնել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։